Բարև ձեզ։ Գինիները քննարկելուց հիմնականում խոսում ենք նրա համահունային բնութագրի մասին եւ տեսքի մասին, բայց այդ ամենի հետևում թաքնված են թվեր։ Թե ինչ թվերի մասին է խոսքը, խոսենք այսօր մեր հյուր Վադիմ Հարությունյանի հետ, ով Enosol ընկերության համահիմնադիրն է։ Վադիմ ջան, ողջույն։ Ողջույն, Սոս ջան։ Առաջին հարցը ոնց եղավ, որ մտար գինու ոլորտ, գինու լաբորատոր հետազոտություններով սկսեցի զբաղվել, ինչը դրդեց։ Համալսարանը ավարտելուց հետո սկսեցի աշխատել գինու գործարանում որպես մարեաբան։ Հետագայում մոտավորապես 15 տարի հետո գործընկերոջս հետ որոշեցինք 2019 թվականին հիմնել այս մեր ընկերությունը, Enosol ընկերությունը, որովհետև ոլորտում աշխատելով զգում էինք, որ կա որակյալ նյութերի պակաս ու մենք որոշեցինք այդ պակասը լրացնել։ Հենց ընկերության հիմնադրման օրվանից մեր կարգախոսը, սկզբունքը եղել է նորարար լուծումների, նորարար մոտեցումների մատակարարում Հայաստան, որպեսզի հասանելի դարձնենք եվրոպական, ամերիկյան տեխնոլոգիաները հայ գինեգործներին։ Այս պահին մենք համագործակցում ենք մոտավորապես 30 ընկերության հետ եւ մատակարարման առումով փակում ենք գինեգործության ամբողջ պահանջարկը։ Ունենք շշերի, խցանների, գինեգործական նյութերի, սարքավորումների շատ լայն տեսականի, որոնց մատակարարները հանդիսանում են համաշխարհային բրենդներ, ինչպես օրինակ Ամորին կորկը, Իկասը, դրանք աշխարհի խոշորագույն ընկերություններն են, որոնք արտադրում են խցաններ եւ մյուզլերներ փրփրուն գինու համար։ Այսինքն բացի լաբորատոր հետազոտություններից նաև ունեք խանութ, հա, կամ լաբորատորիայի միտքը եկավ ոնց որ 2 տարի հետո, Enosol ընկերությունը հիմնադրելուց 2 տարի հետո, երբ որ զգացինք, որ կա նաև պակաս որոշակի փորձարկումների, որոնք Հայաստանի պայմաններում հնարավոր չէր իրագործել։ Ու քանի որ մենք ունենք որպես մատակարար հայտնի իտալական ընկերություններ, գինեգործական նյութերի մատակարար հայտնի իտալական ընկերություններ, որոնք ունեն նյութեր, գինու տարբեր խնդիրներ, արատներ լուծելու համար, բուժելու համար, մենք որոշեցինք հիմնել լաբորատորիան ու լաբորատորիայի շեշտը դնել հենց այդ խնդիրները, արատները հայտնաբերելու վրա։ Այս պահին լաբորատորիայում մենք կատարում ենք մոտավորապես 40 տարբեր փորձարկումներ ու բացի ստանդարտ գինու փորձարկումներից ծծումբ, ալկոհոլ, ցնդող թթվություն, ունենք նաև եզակի փորձարկումներ, որոնք միայն մեր լաբորատորիայում են կատարվում, դրա մասին մի փոքր ուշ կմանրամասնեմ։ Հա, անպայման, դու սկզբում նշեցիր, որ ձեր նպատակն է նորարար, չէ, տեխնոլոգիաներ, նյութեր բերել, որոնք օգտագործվում են գինեգործության մեջ։ Երբ որ դուք նոր եք սկսում զբաղվել այդ գործով ու հիմա, այս մի քանի տարվա մեջ ինչ տարբերություն կա հայկական գինեգործության ոլորտում։ Այսինքն ինչ-որ նյութեր սկսել են գինեգործները օգտագործել, ինչ-որ անալիզներ սկսել են ավելի շատ անել, ավելի շատ են երևի ուշադրություն դարձնում, այդ ամեն ինչի փոփոխություն զգում եք, թե չէ։ Հա, փոփոխություն միանշանակ զգում ենք, ոլորտը շատ լայն տեմպերով աճ է ապրում ու նորից այդ փորձարկումների հետ կապված հիմա Հայաստանում շատ տարածված է, ոչ միայն Հայաստանում, նաև ամբողջ աշխարհում տարածված է կալցիումական նստվածքները, գինեքարի կալցիումական աղերի նստվածքները, որոնք իրականում խնդիր են, ինչի հետ է կապված համաշխարհային երևույթի հայտ գալը կդժվարանամ նշել, երևի կապում են տարբեր ոնց որ ենթադրություններ կան այդ կապակցությամբ, հիմնականում կապում են գլոբալ տաքացման հետ։ Ու Հայաստանում էլ այդ խնդիրը վերջին տարիներին շատ ակտուալ է դարձել, ու քանի որ մեր գինեգործական նյութերի մատակարարը ուներ նյութ, որը լուծում էր կալցիումական նստվածքների հարցը, ասենց ասած, մենք որոշեցինք սկսել այդ փորձարկումը կատարել Հայաստանում։ Հիմա մենք միակն ենք Հայաստանում, որ կատարում է գինու կալցիումական կայունության որոշում, ու եթե սկզբից շատ քիչ գինեգործներ էին գնում կալցիումական կայունության որոշման, հիմա շատերի համար դա դարձել է սովորական փորձարկում, ոնց որ բյուրեղային կամ սպիտակուցային կայունությունը գինու։
Այստեղ մի հատ հարց, շատերը լսելուց կմտածեն, որ օրինակ գինու մեջ օգտագործում են շուտ քիմիական նյութեր, կտանեն դեպի քիմիական, չէ, դեպի վատ կողմ կտանեն, այդ ամենը ավելի մանրամասն խոսենք, որ թույլ կարծիք չառաջանա հերոստատիտողի մոտ, չմտածեն, որ եթե օգտագործում է դա, ուրեմն դա բնական գինի չի կամ ինչ-որ քիմիական հավելում ավելացվում, գինեգործության մեջ կան եւ բնական ծագում ունեցող նույն տանիները, որոնք օգտագործվում են գինեգործության մեջ, իրանք հիմնականում բնական ծագում ունեցող նյութեր են։ Խաղողի կորիզից, հա, խաղողի մաշկից կամ կաշտանից ստացած տանիներ են, որոնք օգտագործվում են գինեգործության մեջ։ Կան քիմիական եղանակով ստացված տարբեր միացություններ, որոնք օգտագործվում են գինեգործության մեջ, բայց դրանց քանակը դրանք սննդային հավելումներ են հիմնականում ու կա ստանդարտով դասակարգումով կան նաև տեխնոլոգիական օժանդակ նյութեր։ Օրինակ բենտոնիտը ինքը բնական նյութ է, բայց իրան որ ավելացնում են գինու մեջ, հետո ինքը ամբողջությամբ դուրս է գալիս, այսինքն մշակման process-ից հետո ինքը ամբողջությամբ դուրս է գալիս։ Մնացած սննդային հավելումները, որոնք գինեգործության մեջ օգտագործում են տարբեր ու հիմնականում արհեստական ծագման, հա, կամ էլի բենտոնիտի նման ամբողջությամբ դուրս են գալիս գինուց, կամ իրանց քանակությունը այնքան աննշան է, որ սովորական ծավալով գինի օգտագործելու դեպքում մարդու առողջության իրանք վնաս չեն հասցնի։ Օրինակ, այդ նյութերից մի երկու օրինակ ու դա շշի վրա նշվում է թե չէ, ես գինուց գաղափար չունեմ, ետնապիտակի վրա կարդում եմ, հա, խաղողից ստացված խմիչքը, մտքովը շել անցնի վայ մեջը ինչ որ բան են ավելացել։ Գիտեմ, որ ծծումբը որ ավելացում է, դա գրվում է պարունակում է սուլֆիտներ, թե սուլֆատներ։ Սուլֆիտներ, պարունակում է սուլֆիտներ, դա գիտենք։ Բայց ավել բան երևի շել նշվում։ Նույն ծծումբի մասով, ծծումբի մենք հիմնականում Հայաստանում օգտագործում ենք կալիումի մետաբիսուլֆիտ, երբեմն մենք նաև սկսեցինք մատակարարել անցած տարվանից ամոնիումի բիսուլֆիտ, նրա հեղուկ ալտերնատիվը։ Կալիումի մետաբիսուլֆիտը, երբ որ լցնում են գինու մեջ, վերածվում ծծմբի երկօքսիդի, որը մեծ քանակությամբ ինքը մարդու համար թունավոր է, վտանգավոր է։ Գինու մեջ ինքը խաղում է հակաօքսիդիչ եւ հակամանրեային կոնսերվացնող միջոց է, բայց իր քանակը խստիվ վերահսկվում է համ օրենքով, նույն նորմատիվ փաստաթղթերով կամ ԵԱՏՄ կանոնակարգերով, դա անվտանգության ցուցանիշ է համարվում։ Բացի դրանից, ծծումբի որոշակի մակարդակից ավել պարունակությունը զգալի է նաև համահոտային տեսանկյունից ու այդ պատճառով հենց գինեգործն էլ խուսափում է շատ ծծմբի երկօքսիդ օգտագործելը։ Ծծմբի երկօքսիդի դեպքում մատնշումը պարտադիր է 10 միլիգրամ լիտր քանակից ավել քանակի դեպքում պարտադիր է մատնշել պարունակում է սուլֆիտներ արտահայտությամբ ու ծծմբի երկօքսիդը համարվում է նաև ալերգեն։ Այսինքն երկու պատճառով, որ ինքը թունավոր է եւ երկրորդ պատճառը, որ ինքը հանդիսանում է ալերգեն։ Շատ ենք լսում, չէ՞, մարդիկ ասում են, վայ, օրինակ սպիտակ գինի խմում եմ, դուսա տալի վրես, կամ կարմրում եմ, կամ դա ամենայն մարդիկ, որ ծծմբի երկօքսիդից ալերգիա ունի, կան այդպիսի դեպքեր։ Ուրիշ սննդային հավելումը, որ վնասակար չի ընդհանրապես, այդ նույն տանիներն են, հա, որ խոսեցինք, խաղողի կորիզից ստացված տանիները, այն ինչ որ գինեգործը չի հասցրել խաղողից վերցնի կամ խաղողը բավականաչափ հասունացած չի եղել, որ ապահովի այդ նյութերը, հետագա փուլերում գինեգործը դա կարողանում է ավելացնել։ Տանինը եւս հիմնականում հակաօքսիդանտ, գույնի կայունացնող ազդեցություն է թողնում ու կան տանիններ, որոնք նվազեցնում են հետագայում բենտոնիտի կիրառման չափաբաժինները։ Տեղել ունենք նորամուծություն, մեր իտալական մատակարարը 2-3 տարի առաջ պատենտավորել է նոր տանին, որը ունի կոնսերվացնող եւ հակաօքսիդանտ հատկություններ եւ ամբողջությամբ կարող է փոխարինել ծծմբի երկօքսիդը։ Ամբողջությամբ կարող է փոխարինել ծծմբի երկօքսիդը ու այդ նյութը երբ որ մենք ներմուծեցինք Հայաստան մոտավորապես 3 տարի առաջ, շատ sense
մի տեսակ կասկածանքով էին վերաբերվում, բայց աստիճանաբար դա մտավ մեր հիմնականում բնական գինեգործությամբ զբաղվող գինեգործների պրակտիկային։ Որ ծծումբ չի ավելացում այնտեղ, փոխարինում է։ Ամեն դեպքում ծծմբի երկօքսիդը իր ազդեցությունն ու կարևորությունը ունի, որովհետև ծծմբի երկօքսիդ այլ ռեակցիաներ են գնում, ու գինին կոպիտ ասած կարող է փչանալ։ Հիմա այս դեպքում սա ալտերնատիվ է ու կարող է կիրառվել որպես ծծմբի երկօքսիդի ամբողջական փոխարինիչ։ Հետաքրքիր է։ Այ դու ասացիր, որ այդ բավականին շատացել է նորամուծություններ, չէ՞, նոր նյութերը առաջանում, ավելանում գինեգործների գործիքների մեջ։ Այդ ամեն ինչը եւս վերահսկվում է ու էլի լաբորատորիաներում անալիզներ արվում, չէ՞, ճիշտ քանակներով։ Այ հիմա դուք ինչ սարքավորումներ ունեք, որը որ թույլ է տալիս լիարժեք, ինչ մեթոդներ եք օգտագործում, ըստ քանը որ հարթումը միայն հերսադիտողի համար չի, այլ նաև գինեգործների մասնագետների համար է, ինչ մեթոդներ եք օգտագործում, ինչ սարքավորումներ ունեք, լաբորատոր պայմանների ու հագեցվածության մասին եմ ուզում խոսել։ Շատ լավ։ Մեր լաբորատորիայում, ինչպես արդեն նշեցի, կատարվում են մոտ 40 եւ ավել փորձարկումներ։ Եկեք պայմանականորեն դրանք բաժանենք ընդհանրապես գինու հետ առնչվող բոլոր ցուցանիշները կարելի է պայմանականորեն բաժանել 3 խմբի։ Առաջինը դա անվտանգության ցուցանիշներն են, հիմնականում ծանր մետաղների պարունակությունը, որոնք վերահսկվում են սերտիֆիկացման նպատակով ու հիմնականում գալիս են խաղողից, դաշտից։ Երկրորդ ցուցանիշների խումբը այդ ֆիզիկոքիմիական ցուցանիշներն են, ալկոհոլի պարունակություն, ծծմբի երկօքսիդի պարունակություն, տիտրվող թթուներ, ցնդող թթուներ, դրանք կարևոր են գինեգործի աշխատանքի տեսանկյունից ու նաև ստանդարտացման տեսանկյունից, այսինքն միջանկյալ ինչ որ դիրք են գրավում, այսինքն ալկոհոլի տոկոսը իմանալու դեպքում, թնդությունը իմանալու դեպքում դա կարող է օգտագործվել մակնշման համար։ Շաքարի պարունակության դեպքում կարող է օգտագործվել գինու դասակարգման համար, դա չոր գինի է, թե կիսաչոր կամ կիսաքաղցր։ Նույն ծծմբի երկօքսիդի դեպքում դա համ անվտանգության ցուցանիշ է, համ գինեգործի համար կարևոր գործիք։ Ու կան երրորդ խմբի փորձարկումներ, որոնք մենակ գինեգործի համար են կիրառվում։ Այդ հիմնականում կայունություններն են։ Հիմա մեր մոտ կա մոտավորապես մեր լաբորատորիան կատարում է մոտավորապես 11 տեսակի տարբեր կայունության փորձարկումներ ու դրանցից համարյա բոլորը կարևոր են գինեգործի համար հետագա որոշումների կայացման տեսանկյունից։ Կներեք, մի քիչ փակագծերը բացենք, կայուն ասելով ինչ նկատի ունենք։ Կայուն ասելով նկատի ունենք գինի, որը շշալցվել է ու հակված է արդյոք այդ գինին նստվածք տալու, նստվածք կամ պղտորություն առաջացնելու։ Լաբորատորիայում օգտագործվող սարքավորումները իտալական սարքավորումներ են ու հիմնականում մեծ մասամբ ավտոմատացված սարքավորումներ են, որոնք թույլ են տալիս բավականին մեծ ծավալի նմուշների հետ միաժամանակ արագ եւ օպերատիվ աշխատել ու ունենք նաև մի հատ առանձին ուղղվածություն, որը էլի մենք ենք սկսել Հայաստանում այդ ուղղությամբ փորձարկումներ կատարել, դա գինու նստվածքի որոշումն է, այսինքն գինեգործը բերում է գինին, որը նստվածք ունի կամ պղտորություն ունի, ու մենք որոշում ենք թե ինչ նստվածք կամ պղտորություն է դա ու առաջարկում ենք համապատասխան, ասած ասած բուժումը։ Հա, այսինքն ինչ որ խնդիր ունեցող, դա նստվածքը միշտ չի որ խնդիր է, բայց ասենք ինչ որ խնդիր ունեցող գինի եկավ, ինչ որ նյութեր կան, ինչ որ մեթոդներ կան բուժելու, վերականգնելու, հա, գինին, ճիշտ եմ հասկանում։ Համարյա դեպքերի համարյա 99%-ում գինու ցանկացած արատ հիվանդություն կամ խնդիր ենթակա է բուժման կամ կարեկցիայի։ Կարեկցիան նվազեցումն է այդ, ասենք, բույր ունես ինչ որ, տհաճ, այդ բույրի նվազեցումն է մինչև այն մակարդակ, որը հասարակ սպառողների մեծամասնությունը կարող է չզգա։ Հա, կան մեթոդներ, հիմնականում նստվածքի որոշման համար օգտագործում ենք միկրոսկոպիայի մեթոդներ, պղտորությունների որոշման համար էլի միկրոսկոպիայի մեթոդներ,
կայունությունների որոշման համար տարբեր մեթոդներ կան, տարբեր փորձարկումների ու երբ որ գինին խնդիր է ունենում, մենք տալիս ենք լուծումը ու նաև կայունության անալիզի դեպքում մենք խորհուրդ ենք տալիս մեր մատակարարած նյութերի մասով, ինչ նյութ օգտագործել, ինչ չափաբաժնով։ Այսինքն խորհրդատվություն էլ է կանում։ Խորհրդատվություն, հա, ինչ որ չափով կարելի է համարել, հա, խորհրդատվություն։ Շատ լավ, ինձ շատ է հետաքրքիր, պրակտիկայում եղել են դեպքեր, երբ ինչ-որ խմիչք կա բերվել ու պարզվել է դա կեղծ է, օրինակ, չէ, կան ռուսեն ասեն վիննի նապիտակ։ Իրանց ինչ է ներկայացնում, բնական գինուց տարբերությունը որն է ու այդ ամեն ինչը անալիզների միջոցով հնարավոր է պարզել, թե չէ։ Կամ շո խալտուրա արած է, թե չէ, չգիտեմ, սպիրտ ավելացված, ավելյալ շաքարավազ ավելացած, որ ինքը դառնա քաղցր գինի, պրիմիտիվ բաներ եմ ասում, բայց դա հնարավոր է պարզել, թե չէ։ Հա, գինու կեղծումները իրականում այդ քո ասած տարբերակներն են, հետո տարբեր արհեստական գունանյութերի ավելացումն է, արոմատիկ նյութերի ավելացումն է, մեր պայմաններում կան փորձարկումներ, որոնք ոչ ուղղակի կարող են հուշել, որ այս գինու հետ մի բան չի։ Ինչ որ խնդիր ունի ինքը խաղողից չի ստացած կամ արհեստական ներկանյութ է պարունակում։ Հա։ Բայց ավելի խորացված փորձարկում, այս նույն սպիրտի, էթիլ սպիրտի ավելացման դեպքում, եթե չեմ սխալվում, Հայաստանում նույնիսկ այդ փորձարկումը հնարավոր չի իրականացնել, բայց աշխարհում նման պրակտիկա կա, այո, իրականացնում են նման փորձարկում։ Իսկ ձեր պրակտիկայում եղել է նման դեպք, թե ոչ։ Նման դեպք գոնե կասկած առաջ ասես գունանյութերի օգտագործման վերաբերյալ կասկածներ եղել են ու քիչ գինեգործները նաև ստանդարտների մասով կրթվելու կարիք ունեն իմ կարծիքով, որովհետև հանդիպում են գինիներ, վարդագույն գինիներ, որոնք ստացվել են կարմիր եւ սպիտակ գինիների խառնումով։ Նման բան ոչ օրենքով, ոչ պրակտիկայով չի կարելի անել, բայց նման դեպքեր են հանդիպում, այդ դեպքում ուղղակի չենք հասկանում ինչ խաղողի սորտ է, հարցնում ենք ու պարզվում է, որ կարմիր եւ սպիտակ գինին խառնել են իրար ու որոշել են, որ դա կարող է լինել վարդագույն գինի։ Իսկն ճիշտ հասկացա, դուք հնարավորություն ունեք նաեւ անալիզների միջոցով պարզել խաղողի սորտը, թե դա ուղղակի գույնից եւ բույրից։ Գույնից, բույրից, զուտ հետաքրքրության տեսանկյունից հարց առաջացավ, թե այս ինչ խաղողի սորտ է, երբ որ չհասկացան, գինեգործին հարցրեցինք ու պարզվեց, որ այդ արտադրողը տենց է մոտեցել այդ հարցին։ Մյուս կարևոր խնդիրը, որ կա մեր արտադրողների մոտ այդ ստանդարտացման տեսանկյունից, դա ճիշտ սարքավորումների, ճիշտ պահամանների, տարաների օգտագործումն է։ Շատ ժամանակ մանավանդ փոքր արտադրողները սկսում են գինին արտադրել պլաստիկի տարաների մեջ, հաշվի առնելով, ենթադրելով, որ դա սննդային պլաստիկ է, բայց իրականում դրանք կամ տարբեր վատագույն դեպքում տարբեր քիմիական միացությունների, լվացող նյութերի ինչ որ համար օգտագործվող տարաներ են, կամ պահածոների, հա, զեյթունի, թիթապտղի համար օգտագործվող տարաներ են, որոնք ոչ քիմիական թթվային չէ։ Հա, ու այդ հոտը ամեն դեպքում գինուն անցնում է պլյուս մյուս խնդիրները, որոնք առաջանում են այդ տիպի տարաներ օգտագործելուց։ Իսկ կա պլաստիկի այն տարբերակը, որը որ օգտագործվում է գինեգործության մեջ, կամ տեքստոնի խմորման համար որպես պահաման ու ինքը կան սննդային պլաստիկներ, որոնք օգտագործվում են Եվրոպայում հիմնականում էլի գինեգործները ոչ այդքան, հիմնականում գարեջրագործներն են օգտագործում սննդային պլաստիկ, մենք եւս ունենք սննդային պլաստիկից տարաների մատակարար եւ եվրոպական եւ ամերիկյան։ Եվրոպական մատակարարի մոտ դրանք ձվաձև տեսք ունեն, ամերիկյան մատակարարի մոտ էլի քառակուսի, հա, խորանարդաձև տեսք ունեն։ Հասկանալի է։ Շատ լավ, եւս մի հարց ունեմ։ Այս մի քանի տարիների ընթացքում դա բնականաբար գինի ստացվում է խաղողից ու խաղողը թե ոնց կմշակես, հետեւաբար տարբեր քիմիական նյութեր, ինչ
ինչով ես բուժել, ինչքան սննդանյութ ես ավելացել, այդ ամեն ինչը անցնում է գինու մեջ։ Ըստ քեզ գնալով որակի բարձրացում եղել է, թե չէ։ Օրինակ, ինչ որ քիմիական նյութ է օգտագործվել խաղողի համար, դրա քանակի քչացում կամ ավելացում, տենդենսը ո՞նց է։ Տենդենսը միանշանակ գնում է դեպի որակի բարձրացում ու իմ կարծիքով նաև Հայաստանի ճակատագիրն է միայն որակյալ գինիներ արտադրելը։ Մենք mass market գինիներ չենք կարող ապահովենք, որտեղ մենք չունենք բավականաչափ խաղող, մենք չունենք բավականաչափ մեծ արտադրողներ ու նույն Հարավային Աֆրիկայի կամ նույն եվրոպական արտադրողների հետ համեմատվելով այդ քանակը պրոստը ֆիզիկապես չենք կարող ապահովենք։ Այսինքն Հայաստանի ճակատագիրը, ասենց ասած, գինեգործության ոլորտում միայն բարձրորակ գինիների արտադրությունն է։ Հասկանալի է։ Որպես եզրափակում, ինչ խորհուրդ կտաս եւ արտադրողներին, եւ սպառողներին։ Արտադրողների պարագայում մանավանդ սկսնակ արտադրողները, որոնք չունեն բավականաչափ փորձ, չունեն համապատասխան մասնագետ, առաջինը դա ինքնակրթվելն է, փորձի փոխանակում տարբեր մասնագետների հետ, որտեղ Հայաստանի գինեգործների մեծամասնությունը, որ ես ճանաչում եմ, փորձի փոխանակման, ինֆորմացիա տալու հետ ոչ մի խնդիր չունի։ Մեր ընկերությունն էլ այդ սկզբունքը ունի, երբ որ նոր արտադրող է գալիս ու իրան որևէ խորհրդատվություն է պետք, մենք այդ խորհրդատվությունը իրան անվճար տրամադրում ենք ցանկացած հարցի դեպքում, դա լինի արտադրական հարց, սերտիֆիկացման համար ինչ որ հարցեր, թե լաբորատոր անալիզների մասով։ Սպառողների դեպքում կարևոր է հաշվի առնել, ուշադրություն դարձնել գինու պիտակին, գինու մակնշմանը։ Մակնշումը եւս այն հարցերից է, որով մենք զբաղվում ենք ու ոչ միայն ԵԱՏՄ կամ Հայաստանի շուկայի համար, այլ մոտավորապես 28 երկրի համար։ Դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, Եվրոպական միությունն է, Հնդկաստանն է ու դա էլ մեր ամենաառաջին ոնց որ գաղափարներից է եղել, որը վերածվել բիզնեսի ու իմ մոտ կա համոզմունք, որ գինու մակնշումը, գինու պիտակը խոսում է արտադրողի պարտաճանաչության մասին։ Այսինքն, եթե գինու արտադրողի պիտակը կամ ցանկացած սննդամթերք արտադրողի պիտակը պարունակում է սխալներ, պարունակում է ինչ-որ թերություններ, ամբողջական ինֆորմացիա չի տրամադրում, ուրեմն այդ արտադրողի արտադրանքին վստահել չի կարելի։ Դա համար սպառողներին խորհուրդ կտամ հիմնականում ուշադրություն դարձնել պիտակին ու այդքան։ Դուք նշեցիք նաև որ խցաններ եք ներմուծում, մի երկու խոսքալ խցանների մասին, ինչ կարելի է հասկանալ խցանից, գինու լավ ու վատ լինելու մասին, թանկարժեք գինի է, ավելի մաչելի գինի է, ինչ ինֆորմացիա տալ խցան։ Սպառողների մոտ ու նաև գինեգործների մեծամասնության մոտ տարածված է կարծիք, որ բնական խցան է, այսինքն խցան, որը պատրաստված է ամբողջական մեկ կտորից, միշտ ավելի բարձր որակ է տալիս, բայց իրականում դա այդպես չի։ Ինչպես սկզբում նշեցի, մենք հանդիսանում ենք Ամորին կորկի դիստրիբյուտորը Հայաստանում։ Ամորին կորկը աշխարհի ամենախոշոր խցան արտադրող ընկերությունն է ու ծածկում է շուկայի մոտ 30%-ը։ Ամորին կորկում մշակվել են մեթոդներ, երբ որ գինին փորձարկվում է ու ըստ այդ փորձարկումների արդյունքների հասկանում ենք, թե այդ գինուն որ խցանը ամենալավը կարտահայտի։ Ու հիմա անցած տարվա կեսերից այդ փորձարկումները հասանելի են նաև մեր լաբորատորիայում, այսինքն գինեգործը կարող է մոտեցնել իր գինին, խցան ընտրելուց ոչ թե հաշվի առնի իր կարծիքով որակյալ խցանը կամ ամբողջական խցանը, կարող է մոտեցնել գինին մեր լաբորատորիա, մենք կատարենք փորձարկումներ ու ըստ այդ փորձարկումների արդյունքների իրան խորհուրդ տանք ամբողջական խցանն է իր գինին լավագույնս արտահայտելու, թե միկրոագլոմերացված, ասենց ասած աղացած խցանները։ Այսինքն հասունացման արագությունը, ինքը կարգավորում, հաշվի են առնում գինու օքսիդացման հակվածությունը, վերականգնման հակվածությունը ու եւս մեկ-երկու ցուցանիշ, որոնց համադրելով կարողանում ենք հստակ ասել, որ այս գինին ամենալավ ձևով կարտահայտվի, օրինակ նույնիսկ ագլոմերացված խցաններով։
Շնորհակալություն, որ եկար, հուսամ հետաքրքիր զրույց ստացվեց, հեռուստադիտողը գոհ կլինի ու օգուտ կտանք նաև մեր սկսնակ արտադրողներին եւ սպառողներին։ Շնորհակալություն Սոսյան հրավերի համար։ Շնորհակալություն։